Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր մեր հյուրն է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն, որ այս գարնանային օրով եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Կարող են գարնանային տրամադրություն ստեղծել լավ քաղաքական մեկնաբանություններով, թե ցավոք սրտի Դե երեխանակը տրամադրություններ է ստեղծում, բայց այն քաոսը, որ մենք տեսնում ենք ու որի մեջ ապրում ենք, մի փոքր այլ բան է հուշում։ Մտահոգություններն էլ իրենց հերթին, հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Բայց լավատեսորեն փորձեն գնալ առաջ։ Իհարկե։ Այո, փորձեն Իհարկե, գնալ առաջ։ միշտ պետք է լավատես լինել։ Մեր ազգի հավերժական ոգուն Եվ խոհեմությանը։ Եվ խոհեմությանը, ճիշտ եք։ Պարոն Կարապետյան, սկսենք խաղաղության համաձայնագրի այս հնարավոր կամ ոչ հնարավոր ստորագրման մասին այս մեկնաբանություններից։ Մեծ այսպես խոսակցություններ, խոսույթ է այսպես շրջանառվում երկրում, որ ահա հիմա կստորագրվի, Նիկոլ Փաշինյանն է շատ ակտիվացել, որ առաջինն է պատրաստակամություն հայտնում, կարծես թե նետվում է, հենց առաջին է այսպես մի տեսակ տպավորություն կա, որ դանկոյի պես չէ, ինքնա առաջարկվում է։ Այո, ինքնա միանգամայն համաձայն եմ, որ ես առաջինը կդնեմ ստորագրությունը, ես թայտր ֆիլմ կա։ Հատուկ ջանքերը չի պահանջվում էլի, թե մյուս կողմի համար։ Այո, ճիշտ եք, չենք կարող սա չասել, չենք կարող սա երևի այսպես չմեկնաբանել, որովհետև ունենք այնինչ ունենք, ցավոք սրտի, չենք փորձում կեղծել։ Ինչ եք կարծում, բայց հակառակ կողմից կարծես թե նմանատիպ պատրաստակամություն ու նմանատիպ շտապողականություն չկա, դեռ ավելին, հիմա դուք կխոսեք, հանգամանալից սիրով կլսենք ձեր մեկնաբանությունը, ընդհակառակը շատ նրանց ռետորաբանությունը ավելի ագրեսիվ է դառնում օր-օրի, եթե չասեմ ժամ-ժամի եւ նոր պահանջներ այդ սահմանային լարվածության հետ կապված, որ իբր մենք կրակում ենք, հետո մենք ենք անդադ հերքում, անգամ քիչ է մնում արդեն ներողություն խնդրելու աստիճան հերքենք, որ չէ, մենք ոչ մի բան չենք անում, էլի, այդպես բան չմտածեք։ Համեցեք դեպքերի շարանը եւ վերջի իրադարձությունները, որի մասին դուք խոսում եք, ագամա ստիպում է, որպեսզի ես հետեւյալ կերպ արտահայտվեմ, ռետորական ձևով։ Այո։ Ներողություն, որ խաղաղության մասին ենք հիմա խոսելու։ Այդ որ խաղաղության մասին է խոսքը, որը որ փաստաթղթավորվելու է։ Որովհետեւ խաղաղություն դա լինում է մանավանդ փաստաթղթավորված, որպես կուլմինացիա, երբ որ բոլոր հարցերը լուծված են եւ կա երկու ստեկ պատրաստակամություն թղթին հանձնել եւ հանձնածին հետևել։ Հիմա մենք որի մասին է, այն որ միակողմանի մենք ուզում ենք եւ որի մասին ակնարկում է ադրբեջանական կողմը, բայց պատրաստակամություն չունի ստորագրել, եթե դրա մասին ենք խոսում, իսկ մենք դրա մասին ենք խոսում։ Տեսեք, որպեսզի տրիվիալ բառեր չօգտագործեմ ու մտքեր, որոնք բազմիցս ասել ենք, լսել ենք, ձեր տաղավարում խոսել ենք։ Մենք խոսել ենք Ալիևյան ծավալապաշտական նկրդումների մասին, նրա օրակարգի մասին, նրա ցանկությունների, քմահաճույքները, որոնք դարձել են իրականություն եւ կարող են դառնալ իրականություն, ամեն ինչի մասին խոսել ենք։ Հիմա ինչի մասին խոսենք։ Նրա մասին, որ ինչ որ 17 կետանոց համաձայնագիր է պատրաստվել, ընդ որում դա արդեն կոչվում է ինչ որտեղ համաձայնագիր ըստ վարչապետի։ Մինչ այս պահը խաղաղության պայմանագիրը հիմա խոսույթում օգտագործվում է այլ բառ՝ համաձայնագիր։ Համաձայնագիրը այլ բան է իրավական տեսանկյունից, պայմանագիրը այլ բան է։ Առավել եւս այլ բան է, երբ որ վարչապետը խոսում է անգամ միակողմանի այն ստորագրելու մասին, որովհետեւ երբ որ համաձայնագիրը, պայմանագիրը միակողմանի է ստորագրվում, դա դառնում է դեկլարացիա ավելի շուտ։ Հասկանում եք, չէ՞։ Այո։ Եվ հիմա հասկանանք ինչի մասին է խոսքը։ Առավել եւս, երբ որ մենք այս պահը հանրությունը, մենք փորձագետներս, ոլորտին մոտ մարդիկ, շահագրգիռ մարդիկ, տեղյակ չենք, թե այդ որոնք են այդ 17 կետերը, որոնց մասին կա արդեն իսկ համաձայնություն,
որովհետև այդտեղ շատ վտանգավոր կետեր կարող են լինել եւ ես վստահ եմ, որ կան, որոնք որ մերպես փորձագետները, անգամ գիտագից քաղաքացին, ով որ հիմա թեպետ չի զբաղվում քաղաքականությամբ, կարող է տողատագերում շատ վտանգավոր կետեր գտնի, հագապետական ու հագազգային անգամ։ Եվ ես չի հրապարակվում, այսինքն տեսեք, այստեղ արդեն նոնսենսը հենց այդտեղ է, հարգելի պարոն Ստեփանյան, նոնսենսը հենց այդտեղ է, որ մեր երկրի ղեկավարը ստորագրում է մի բան, որի մասին ժողովուրդը տեղյակ չի, ու այն մարդն է ստորագրում, ով որ ասում էր, որ ցանկացած բան ինչ տեղի ունենա, ընդ որում հիշում եք Արցախի մասով էլ էր ասում, ժողովուրդը տեղյակ է լինելու, ես ժողովրդին պետք է օր առաջ, րոպե առաջ ներկայացնեմ, ստանամ համաձայնությունը եւ նոր գործեմ։ Հիմա խոսում է ստորագրելու մասին մի պայմանագրի, որի կետերի մասին իր քաղաքացին, այս մեր բոլորս, չէ, քանիսն ենք, 2 միլիոնն ենք վարչապետ, 2 միլիոն վարչապետներս չգիտենք այդ ինչի մասին է։ Սա աբսուրդ է, սա մարազմ է, սա պարադոքսալ մի հատ երևույթ է, երբ որ քո պետության ղեկավարը իրեն վերապահում է ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին ագնարկ անգամ չկա, այսինքն մենք պետք է, չգիտեմ, քաղաքական վանգայություն անենք, կոնսպիրոլոգիական տեսություններով, մոդավոր, ինչ որ ստիպենք մեզ, հաշվարկված կամ ամենավատը թշնամու խոսույթից եւ հայտարարություններից, իդեպ դա դարել է սովորական երևույթ։ Իմանանք, թե մեզ ինչ են պարտադրել, որոնք են այդ կետերը եւ այլ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որպես փորձագետ, ասում եմ, ուզում ես քո երկրի մասին ինչ-որ բան իմանաս, կամ ինչ են պատրաստում անեն, ինչ են ընդունակ։ Ստիպված եմ ասեմ հիմա սա։ Լսիր թշնամու իհարկե փոքրինչ հավաստի աղբյուրները, որոնք իդեպ չեն մերժվում, չեն հերկվում այստեղ։ Որովհետև մենք պաշտոնական հայտարարությունները լսում ենք Բայրամովից, Հաջիևից։ Եվ այս մարդիկ մեզ ինֆորմացնում են, որից հետո նոր այստեղ ոչ պաշտոնապես հերկում են, հետո հաստատում են բառակույտը այսպես փոխած, մի փոքր ձևաչափը, մոդեցման ձև է, այլն եւ հրամցնում են ժողովրդին այլ կերպ, այլ մեկնաբանումով։ Անկամ աչքալուսանք են տալիս, որ դա ի օգուտ մեզ է, ոնց կարևորը խաղաղության են գնում, այ ոնց որ ասում է, հիմա ինչ է լինի, նախ ասում են как бы чего не вышло, դրա համար բոլոր պայմանները բավարարում են։ Եվ երկրորդ ասում են մի բան չլինի հանգարց, այնքան որ պատերազմ չլինի, որտեվ այստեղ աթոռի մնալու հարց է։ Վայ, ձեր խոսքերի վրա մի շատ վատ բան հիշեցի, գիտեք։ Եվ այդ ինչ է լինի, բահով հիշում եք, երբ որ նոր էր պայթել դժբախտաբար 44 օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում ազգային ժողովում։ Ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի, այո, շատ։ Հիմա Աստված չանի, մի տեսակ Աստված չարասե, հիմա ստեյված նստել ենք, հիմա բան ենք անում, քաղաքական հաշվարկներ ենք անում, այսպես փորձում ենք արհավիրքների սցենարները մի կերպ այսպես բացառենք, փորձենք լավատեսական, բայց ռացիոնալիզմը այլ բան է ասում։ Հասկանում եք, այստեղ ստացվում է քո ղեկավարը, իմ, քո, ձեր բոլորիս ղեկավարը պատրաստ է ստորագրել մի բան, որի բովանդակությունը մեզ համար պարզ չի։ Եվ ամենավատը, որ պատրաստ է օր առաջ ստորագրել, ի ցույց տնելով, որ իբր տեսեք, մենք խաղաղության առաջամարտիկն ենք, մենք խաղաղության ջաթագովն ենք, իդեպ տպավորություն ստեղծելով, որ իբր միջազգային հանրությունը պետք է հիմա հոտնկայս ծապահարի, ողջունի, ասի ապրեք դուք։ Աշխարհը կողջունի, որովհետև աշխարհը թե ասում է պետության ղեկավարը դա անում է, ուրեմն ոնց է լինի իր պետությանը եւ ի բարօրություն իր ժողովրդի է դա անում։ Դրա համար էլ տարբեր երկրներ ողջունում են տարբեր բաներ, որ պատրաստ է խաղաղությամբ, իհարկե պետք է ողջունեն։ Բայց եթե դու պաշտոնապես նման հայտարարություն ես անում, ներողություն դիվանագիտության մեջ այլ լեզու չկա, պետք է ողջունեն, բայց ինչ պետք է անեն։ Հիմա այստեղ գալիս ենք ինչին։ Հայտարարությունը անում, որ այդ համաձայնագիրը, ինչպես նշեցի, արդեն փոխվեց բառը համաձայնագիրը։ Պատրաստ է օր առաջ, րոպե առաջ ստորագրել, որի մասին 5 րոպեն 1 դրա մասին խոսում է Facebook-յան էջում։ Ալիևին է այս վերջի կոչնել, գոնե լավ է հասցեավորված էր, որ Ալիևին է կոչանում, որ արի դու էլ ստորագրի։
ու տարածի 5 րոպե անց հնչում են նոր պահանջներ։ Հիմա ես կարող եմ 15-10, հիմա ես եթե թվարկեմ այլ պահանջները եւ պահանջները, որոնք որ հետագայում են լինելու, միստվար զանգված ինձ ասելու է դե ադրբեջանական, չգիտեմ, բանն եք առաջ տանում, այնտեղի խոսափող եք եւ այլն, առանց հաշվի առնելու պահի լրջությունը, որ որպես նարատիվ եք առաջ տալիս, եւ որ ես որպես մասնագետ ստիպված եմ ես ուսումնասիրեմ իրենց ոչ պաշտոնական աղբյուրները, որպես այն որ ասում է հասկանամ թշնամու մտքին ինչ կա։ Հիմա ես որը թվարկեմ, լավ թվարկեմ այն, որը որ բացահայտ են ասե։ Մարդկանց այսինքն պատկերացրեք հետևյալը, այդ 17 կետերը, որոնք չգիտենք եւ բովանդակությանը մոտ պատկերացում ունենք, այսինքն չգիտենք թղթով իրականում ինչ է, բայց գիտենք ինչի մասին է, ուղղակի որպես փաստ են, որ ասում է հետո հերուրանք չհամարվի, պարաշ չդիդարգվի, այսպես ասած։ Բայց այդ 17-ից զաթը, որոնք որ չեն մտել, այնտեղ կա այդ միջանցքի թեման, երրորդ ուժերի դուրսբերումը, չէ՞։ Անխոչնդոտ բան միջանցքի մասին խոսքը գնում է։ Այնտեղ կա 300,000 ադրբեջանցիների վերադարձի եւ բնակության համատեղ գոյակցության մասին։ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի ապառազմականացումը, զինտեխնիկա եւ սպառազինության, նույնիսկ այդտեղ ողջունում էին, ասում են մենք հասել ենք նրան, որ Հայաստանը այլևս սպառազինություն, մահացու զենքեր չի կարող ձեռք բերի։ Այս ինֆորմացիան էլ հələ պետք է ստուգենք մի հատ, հասկանանք, այդ հենց այնպես չէր էլի, որ այդտենց արտահայտություն արեցին։ Սպանում էին 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով քիչ էր մնում այդ ճանապարհը կոմունիկացիան, որը պիտի լրիվ Հայաստանի իրավազորությամբ լիներ, դեմարկացիոն, այո, դեմարկացիոն եւ դելիմիտացիոն աշխատանքները չի կատարվում, նայեք։ Անկլավների մասին բառացի այսօր նայում եմ արդեն Տիգրանաշենի Բարխուդարլու Սոֆուլու ինչ որ sense մտածածին անունների Տավուշյան անկլավ կոչվածների մասին խոսույթ է պատտվում պահանջ որպես Սահմանադրության հռչակագրի մասին գիտենք եւ այսօր գիտենք նաև որ ադրբեջանական կողմը հստակ ուղերձ ասել է հերթը հասել է Սահմանադրության փոփոխությանը հաջորդիվ ասելու է ոչ հաջորդիվ անգամ նոր փաթեթ է դրել Հայաստանի դեմը ասում է հիմա էլ իմ վերը թվարկած կետերն եք անելու Եվ այս համատեքստում հիմա տեսեք դուք հարց եք տվել դրա համար ես ասի հռետորական պատասխան է որտեվ ինչ խաղաղության մասին է եթե մարդիկ խոսում են ռեպարացիաների կոնտրիբյուցիաների մասին 60 միլիարդի մասին վերադարձի հայրենիք ուրեմն առաջի Արցախյան պատերազմի գոյապայքարի ժամանակ հերոսների հերոսացմանը ուրանալու մասին այսինքն ամորալ Անդեմ ազգ են իրանք պատկի, այսինքն հասկանում եք, չէ՞ ուր են տանում մեզ։ Ես ուզում եք վտանգներն ասեմ։ Առաջին Արցախյան պատերազմի մասնակիցներին Ադրբեջանին հանձնելու մասին են գնում, այդ լավ հիշացրիք, մեկ պահանջել դա է։ Ու պատկերացնում եք, չէ՞, ով ընդհանրապես այնտեղ հստակ կա, ես իմ հոդվածներից մեկում հստակ պահանջները կետ դար կետ գրել եմ։ Որպեսզի ժողովուրդը իմանա, տեսնի ինչի մասին է խոսքը գնում։ Սթափվի, գիտակցի պահի լրջությունը, որ դրանք ուղղակի բառեր չեն, չէ՞, այս տրամաբանության, պարոն Կարապետյան, հաջորդը կլինի, այսինքն այն գլխավոր դեմքերին հանձնեն, չէ՞, որ դեմքերին նայեք ոնց է ասում։ Պաշտոն, ախր հիմա ստիպված են։ Հետո մեզ ստիպված ենք ցիտել, ստիպված խոսում ենք, չէ՞, ինչի թող ժողովուրդը մի հատ էլ լսի, ոչինչ, սթափվելու համար ենք ասում։ Մեր հաջույքի համար չենք սա ասում։ Մարդիկ ասում են այո, առաջի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության հանձնում։ Ի նշան խաղաղության, հա, այսպես ժեստ որպես իբր Հայաստանը։ Ընդ որում ասեմ, վարչապետին մնա 5 պակաս բոլորին կհանձնի։ Իրա բգից է կախված։ Այդ մարդկանց օր առաջ հնարավորություն ունենա կհանձնի։ Հավատացնում եմ ձեզ։ Հնար ունենա կհանձնի։ Շատ էլ ուրախ է, որ հիմա այդքան մարդ այնտեղ էլ նստած է։ Մենք այդ թեմայով խոսել ենք։ Այդ մարդիկ արժանի չարժանի, ուրիշ բան երբ որ դու Երևանում ես իրենց դադում, ուրիշ բան է երբ որ իրանք ընդեղ են քո հային դադում։ Այնտեղ մենակ իրանց չեն դադում, այնտեղ բոլորիս են դադում։ Եվ դա չեմ ասում առանց պաթոսի ինչ որ ֆետիշացնելու։ Մի քիչ գիտակից մարդը խոսքը եթե ընկալում է իմ, հիմա կհասկանա ինչ առումով եմ սա ասում։
Եվ հաջորդը, այո, պաշտոնապես այդ հայտարարությունը հնչել է պաշտոնապես բարձրաստիճան ղեկավարությանը, զինվորականությանը, միջին եւ կրտսեր սպայական անձնակազմին, եւ հետո այն մարդկանց, ովքեր որ ֆիզիկապես աջակցել են պաշտպանության բանակին։ Այսինքն քաղաքացիականներ բան։ Եվ հետո գալիս են միստվար զանգված, ովքեր որ ընդհանրապես հադել են, անցել են, եղել են ինչ որ առիթով կամ անառիթ Ստեփանակերտում կամ Արցախում։ Մինիմում 1 հոդվածով իրենք դադելու այսպես բան են ասում, նարատիվն են առաջ տանում։ Այսինքն ապօրինի սահմանի հատում։ Այսինքն ազգիտ կեսը գնաց այդ հոդվածի տակ։ Ըստ իրանց տրամաբանության։ Հիմա կարող է հավաքների ժամանակ Արցախից մարդիկ կլնեն, չէ՞, կասեն դե Ալիևն հիմա բան ասում, դու է նստեց ցիտում ես։ Ալիևը 30 տարի կրջտացնելով ադամները, երբ որ իրան հիմար ու տխմար էին ասում, կիլդի մուլտիկ էին հանում, ինքը զինվում էր։ Մարդը ասեց, իմ կյանքի նպատակը ամբողջ կյանքս դրել եմ Արցախը հետ բերելու, Ղարաբաղը վերցնելու համար։ Հիմա մարդը այսօր 12000 քառակուսի տարածք վերցրել է, Հայաստանի 300 քառակուսի կիլոմետրը վերցրել է, ստրատեգիական կարևորության նշանակության ռազմավարական դիրքերը վերցրեն նստել է, այս մարդիկ ասում են դե Ալիևն է բանա խոսում է էլի։ Հիմա դու էլ ցիտում ես Ալիևին։ Նախ ես Ալիևին չեմ ցիտում։ Ու սա սիրողական մագարտագի բաներ չի, կետեր չի, որոնց մասին հիմա մենք է բան ու գործը թողեն նստել քննարկում ենք, հա։ Սա լուրջ, շատ լուրջ հարց է։ Եվ ես ասել եմ ժամանակին, հիմա էլ եմ ասում, եղբայր խաղաղությունը թղթով չի սահմանվում։ Խաղաղության թղթով այդպես Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն էլ ա եղել, ամիս ու կես հետո Գերմանիան հարձակվել է։ Երբ որ ավելի քան վստահ են, չէ՞։ Այդ որ խաղաղության մասին է։ Խաղաղությունը մենք գիտենք ինչով է, ոնց է զսպվում եւ խաղաղությունը ոնց են անում, որ հաստատվում է։ Մենք հո լավ գիտենք։ Մանավանդ որ այդ խաղաղությունը երկու ժողովուրդների կամարտայության արդյունք չի, բնավ։ Որ մի գիտագից մարդը չի ուզում խաղաղություն։ Ես եւ դուք չենք ուզում։ Ամենաշատն եք։ Ամենաշատը ես եմ, բայց խաղաղությունը գին ունի։ Խաղաղությունը դու պետք է այնքան զինված, այնքան ինքնաբավ, այնքան կայացած ես, որ վախենալով, կա չէ, որ երկու ձև, որ երբ որ դու այնքան կայացած ես, որ քեզանից վախենալով դու պարտադրում ես, այո, հիմա չունես, հիմա դու հետ դե դրա համար հրաժարվեցիր, ինչու՞ է այնպեսի վիճակ է, տեսեք, այս մարդիկ, այս իշխանությունները շատ ցավով եմ նշում իրականում, այս մարդիկ են, որոնք որ Արցախը տվին Հայաստանը պահելու համար։ Այ հիմա խոսում են, չէ, մինչև մայիս ռազմական ինչ-որ սցենարների գործողությունը օրը 5 անգամ կեղծ տեղեկատվություն են ադրբեջանցիք տարածում, չէ՞։ Հայկական կողմը կրակեց, հասկանում ենք, չէ՞, այդ նարատիվը ուր է տանում։ Մենք գիտենք ինչ հող է նախապատրաստում Ալիևը։ Բայց այս մարդիկ եկուց էլի խոսելու են սեփական ժողովրդի հետ վախեցնելու լեզվով։ Այ եթե չտանք, պատերազմով կվերցնեն։ Այ ժողովուրդ, տեսեք, ես ասում եմ պատրաստ եմ ստորագրեմ, տեսակ, ես ինձանից կախված նարեցի ինքը, բայց թե օկուպացրեց։ Վաղը եկուց օկուպացնի Աստված չարացե Սյունիքը։ Ասելու են դե Սյունիքը տանք, որ Երևանը պահենք։ Վաղը Արարատի մարզը կտան, որ, չգիտեմ, բանը պահեն, հա, Երևանը։ Նալբանդյանը պետք է տան, որ Աբովյանը պահեն։ Այս տրամաբանության մեջ են իրանք։ Ու այս մարդիկ շնորհավորական ժողովրդին մի ավեդում են, որ մենք հասցրեցինք այդ խաղաղությանը։ Մենք հասցրեցինք, որ ձևավորվեց փաստաթուղթ։ Ու միած չեն ասում, թե եղբայր, հələ միած սպասեք, Ալիևը ստորագրելու է այդ փաստաթուղթը։ Ալիևը չի ստորագրելու այդ չի ստորագրում, համենայն դեպս հիմա չի ստորագրի։ Մանավանդ որ հաջորդիվ որևիցե ռազմական ինչ-որ էսկալացիոն ֆոն ստեղծելով պահանջելու է, որ այդ փաստաթղթից դուրս վերը թվարկած իմ կողմից այլ կետերը կատարեք, ու դուք կկատարեք, որտեղ դուք կատարող տեսակ եք, դուք ենթարկվող տեսակ եք, դուք կռացած տեսակ եք, ես սա ցավով եմ նշում։ Այսօր մենք ունենք իշխանություն, որը պատրաստ է ամեն ինչի տակ ստորագրի, այնքան որ իր իշխանությունը պահի ու իր իշխանության ժամանակ պատերազմ չլինի։ Որովհետև արդեն հասկանում են, որ այն որ ասում է մի քիչ ավելի կենցաղային օրինակ բերեմ, ասում է ջեբին են կպնելու արդեն իրանց։ Նայեք ինչ տրամաբանության մեջ եմ ասում։ Հիմա դուք ասում եք խաղաղություն, ներողություն, խաղաղություն, ես այսպես չեմ ճանաչում։ Խաղաղություն գերեզմանում էլ կա խաղաղություն։
հետո մենք այդ խաղաղությունն ենք, մենք չէ, այս իշխանությունները մուրում են խաղաղությունը պարտադրում են, խաղաղություն պարտադրում են, ասում, բայց իրականությունը տանում է դեպի դա, այո, գերեզմանային խաղաղություն է, կարծես թե դեպի գերեզմանային խաղաղություն են գնում, բայց ինչի մեր հանրության, այ մեր ունկնդիրներին նաև այսօր գուցե ձեզ հետ միասին չհազանգենք, որովհետև եւ փորձենք նաև իշխանության տեսակետն էլ հասկանալ, եթե այդ տեսակետի մեջ հիմնավորում կա, քանի որ մեր նպատակը ձեզ հետ միասին միշտ եղել է վերլուծելը, հասկանալը, վերհանելը։ Պարոն Ստեփանյան, իմ ձեզ պես մարդիկ, այս ամեն ինչը մեր առողջության հաշվին։ Այո, մեր առողջության։ Սա ոնց ուզում եք անունը դրեք, ղողանջ-սթափության, խոհեմության։ Սա եւս մեկ դրվագ է, որովհետեւ մենք հասկանանք, որ մենք շրջապատված ենք MBC պետություններով, արդեն իսկ ցեղերից դարձած պետություններով, որոնք որ բնավ բարօրությամբ չեն տրամադրված մեր հանդեպ, իրենք չեն պատկեր, իրենց գեր նպատակը ախր այդ տանդեմի, մենք գիտենք նաև նպատակները։ Մենք այսօր առանց ֆետիշացնելու եմ ասում, փաստացի այսօր էգզիստենցիալ վտանգի առաջ են կանգնած, բացի այն որ պետականության կորստի առաջ են կանգնած։ Որովհետև ես էլի եմ ասում, գիտակցող մարդը երբ որ գոնե հասկանում է Սյունիքի կորուստը ինչի է տանելու, գոնե մի պա հիմա հերոստացույցից ենքում ստապ նստելու է մի հատ քարտեզ բացեն, թող հասկանան։ Մարդիկ հենց այնպես Սյունիքը չեն պայել Լեռնահայաստան պայե։ Իսկ Պարսկաստանը հենց այնպես սիրուն աչքերի համար Հայաստանին չի ասում, որ անգամ մեր համար է դա կարմիր գիծ։ Ինչ որ միտեղ մենք է դրել ենք այդ հույսով, փապապուգում ենք ու աբահով ռելաքս զոնայի մեջ ենք, որ դե կարևորը պարսիկների համար սա կարմիր զոնա է։ Այդ կարմիր զոնան, կարմիր գիծը վաղը կանաչ կդառնա։ Իսկ ինչ եք կարծում, պարոն Կարապ, միգուցե դուք լավ ասեցիք, այս ղողանջային մեր այսօրվա զրույցի բնույթը, որ այլ կերպ կարծես թե չէր էլ կարող լիներ, որովհետև իրողություններ կա, մենք չենք կարող ուղղակի ինքներս մեզ հիմարի տեղ դնել կամ այն ջայլամի նման մեր գլուխը մտցնենք, մխրճենք հողի տակ եւ ասենք մենք ոչ մի բան չենք տեսնում, ոչ մի քաղաքականությամբ չենք զբաղվում։ Քաղաքականությամբ էլ այո, չենք զբաղվում, բայց քաղաքականությունն է ուզում մեզանով զբաղվել։ Քաղաքականությունը քեզնով կզբաղվի, վաղը քաղաքականությամբ չզբաղվի, Ալիևն է ուզում մեզանով զբաղվի, այո, եւ շատ լավ էր զբաղվում, դժբախտաբար, գուցե սա լինի ինչ որ մի համախմբում, որ նույն եթե մաքսիմալ խնդիրը չլուծվի, գոնե մինիմալ իշխանությունները այ կանգնեն, կարճեն, ասեն, այ այսպիսի հանրություն է, այսպիսի խնդիրներ կա, մենք այլ զիջում չենք կարող անել։ Գալիս ենք մեկ այլ դաշտ, ձեր ասածը գալիս ենք մեկ այլ դաշտ, ինչ որտեղ գալիս ենք բայ ինչ անենք տարբերակին։ Հիմա այս իշխանությունները փաստացի ցույց են տալիս, որ միակողմանի զիջումներով մարդ ասում է միակողմանի պատրաստ եմ ստորագրել։ Զավեշտի ժանրից է։ Ես հազիվ եմ զսպում իմ հիմա էմոցիաները ու ընդհանրապես ծիծաղը։ Դու ստորագրես մի բան, որի երկրորդ ստորագրություն դնողը ասում է իմ ոդերին չի կներեք արտահայտությանս։ Դու գնա քեզ համար ստորագրի։ Լավ զգա քեզ։ Հետո կողի միջազգային հանրության աշկը ասա, ես տեսակ ստորագրեցի, ախր շատ էժան է դա, հասկանում եք։ Դա ցույց է տալի, որ դու հանուն խաղաղության եզրույթի պատրաստ ես ամեն ինչ տաս, ամեն ինչ ստորագրես։ Ինչ էլ դեմ տամ կստորագրես տարբերակն է։ Տենց չի լինում, խաղաղությունը ել եմ կրկնում, թղթով առավելից չեն մուրում։ Մանավանդ այդ խաղաղությունը դու լավ գիտես, այդ րոպե առաջ ճղել թափելը կա ու կա այդ պայման։ Հազար ու մի պատճառ ու պրեդլոգ բերելով։ Հազար ու մի, բայց հիմա գալիս ենք այն դաշտ, տեսեք, աշխարհը ունի մի հատ չգրված կամ գրված օրենք, ոնց ուզում եք համարեք։ Պարտված ղեկավարությունը, եթե այնքան արժանապատվություն ու ինքնասիրություն չունի, այդ իշխանությունների հետ, որքան էլ ազգը իր գենոտիպով, իր ազգային դիմակձով, իր տեսակով ազգ է, քաղաքակրթություն է ներկայացնում, հազարամյա պատմություն ունի, քեզ ուրիշ աշկով են նայում։ Մարդիկ արդեն զարմացած ասում են դուք այն ազգն եք, որ զարմացած իհարկե, ասում են ոնց կարող եք թույլ տալ պարտված կապիտուլյացիայի ենթարկված իշխանությանը վերստին վերընտրվի։ Դուք տվել եք այդ շանսը, այդ հնարավորությունը։ Պատերազմի կորստից հետո գետ մեկ դրվագ չկա պատմության մեջ, երբ որ պարտված ղեկավարը երկրորդ անգամ ղեկավարի։ Պարտված ղեկավարը գոնե արժանապատիվ պետք է գտնվի, որ թողի գնա, ասի իմ մոտ չի ստացվել։ Անկամ եթե ժողովրդի ինչ որ ստվար զանգված ասում են մնա։ Բայց դա բարոյականություն էլ կա, որը ասում են քաղաքականությունը դա պոռնկություն է, այդ պոռնիկների համար է պոռնկություն։
Քաղաքականությունը լուրջ արվեստ է, դիվանագիտությունը առավել եւս լուրջ արվեստ է։ Դրան պետք է տիրապետես։ Հիմա ներողություն, թերուս մարդիկ մեզ կրթում են։ Թերուս մարդիկ այսօր ազգային անվտանգային հարցերը թողած արտաքին մարտահրավերները մեզ բան են անում 5-րդ դարի պատմությունն են վերբեռնում փորձում բացատրել մատյան ողբերգություն նարեգացի են մեզ բացատրում բայց չասես կամ ազգային անվտանգային լուրջ խնդիրները առաջացել հիմա ես մասնագիտական բաներ կա որ չեմ կարող ասել սահմանին ինչա կատարվում ինչպիսի հենց հիմա որպես պոլիգոն Արցախը ոնց է օգտագործվելու վաղը ոնց են զինում ոնց են սպառազինում ինչեր են գնում հետախուզությունը տալիս է չէ տվյալներ հիմա չեմ ուզում այստեղ չագերտ բացեմ թողած այդ ամեն ինչը ցույց են տալիս թե մենք 5-րդ դարում ոնց ենք ապրել մատյան ողբերգությունը ոնց են գալենք այդ ողբը ոնց չգիտեմ անկալումը փոխենք եւ այլն խաչ քաշելով պատմության տարբեր դրվագների վրա ու նսեմացնելով մեր պատմությունը եւ կրթությունը նորաձև է չէ ասում են չէ եւ կրթությունը միշտ էլ նորաձև է կամ կրթության նորաձևը որն է մարդը կրթվում է ինքնազարգանում է ինչի մասին է խոսքը մանավանդ զավեշտի զանը ասում են մարդիկ թերուս մարդիկ եկել են մեզ են կրթում դա տարօրինակ Այն էլ ինչ խոհափիլիսոփայական ինչ որ զեղումներով, ինչ որ գաղափարական մի հատ վեհ գաղափարներով, վսեմաշուկ, չգիտեմ, բառերս է արդեն հասկան չի կարելի ում վրա ժողովրդի վրա սեփական չի կարելի ծաղրել այդ աստիճան։ Չնայած ժողովուրդը հանդուրժում է։ Դե ասում են, որովհետև ժողովուրդ ջան չենք եղել իրական Հայաստանում, եղել ենք, ասենք, պատմական Հայաստանում։ Ներողություն, հիմա գալիս ենք իրական, չեք ուզում գնանք իրական Հայաստան։ Իրական հայ մի հատ կներեք, այդ ինչ տխմար եզրույթ է, ի՞նչ է նշանակում, այդ ինչ իրական։ Ես ինչ բան է դա։ Վայ, ես հիմա էլ եմ ասում, ինչ որ խոհափիլիսոփայական։ Հիմա որ Հայաստանում ենք ապրում, իրական թե պատմական։ Խոհափիլիսոփայական մտքի գիգանտիզմը, այդ ինչ բառամթեր կա, այդ իրական, այսինքն մենք ինչ երազային Հայաստանում ենք ապրում Այսինքն ես եւ դուք որը կամ ինքը այդ բաներ, հա, երազային Հայաստանում են հիմա իրականությունից կտրված հիմա իրենք մեզ հրավիրում են ազգին ուշքի են բերում, ջուր են լցնում ազգի վրա։ Հա, դե հիմա ջուրը բերնավ ջուրը։ Պարոն Ստեփանյան, ես գիտեք հումորով նայենք։ Այդ պոլեմիկայի մեջ չեմ ուզում թաթախվենք։ Էդի այն որ ժողովուրդը ասում է կներեկա մեր հակով չի, բայց ստիպված լուրջ խնդիրները թողած ստիպված նաև զուգահեռներ ենք տանում, որովհետև ստիպում են 5 պակաս պատերազմի վտանգի առաջ երկրի ղեկավարը Facebook-ում 5 րոպեն մեկ ստատուս է գրում, ստատուսագիր Facebook-մեն է դարել։ Երկիր ղեկավարողը Facebook-ով է երկիր կառավարում, Range Rover-ը Range Rover, Yashigar Yashiga անում, հնացավ ու նախկինա ցավը առաջ քաշում, չգիտեմ ինչեր է անում։ Սա վերջին պատերազմ ճակատամարտ է նախկինների Գյումրիում ինչ որ sense բաներ է խոսում։ Հասկանում ես, որ այդ մարդը կներեք, բայց չի աջել մինչև հիմա։ Այդ մարդը 7 տարի լինելով երկրի ղեկավար չաջեց։ Բարից բուն իմաստով։ Այդ մարդը մինչև հիմա կամ չի գիտակցում, կամ այն էյֆորիկ վիճակում է, որ չի էլ հասկացել։ Այ իրական, որ Հայաստանը ասում է, իրական ինքը պետք է հասկանա, թե ինքը ինչ է վերցրել, ինչ բերի տակ է մտել, ինչ պատասխանատվության տակ է մտել։ Ու ոնց է հերն անիծում այս երկրի։ Հիմա թողել ենք լուրջ բաները խոսեմ պաշտպանական համակարգ անվտանգային համակարգը այս վիճակում ողբալի վիճակում է ես ձեզ ասում եմ որպես մարդ որը որ գոնե չասեմ լավ քաջատեղյակ եմ տեղեկացված եմ մի հատ հասկանանք 5 բանակային կորպուսներ արդեն 5 էլ ինչ վիճակում են Հավանական այն սահմաններում որտեղ որ հենց հիմա դելիմիտացիոն աշխատանքներ են կատարում ու պետք է կատարվեն հյուսիսարևելյան սահմանների Տավուշյան ում չասեմ որ հենց հիմա կուտակումներ է գնում Այն տեղը որտեղ որ համաձայնություն կար որ դելիմիտացիոնը ինչ եղավ այդ դելիմիտացիոն աշխարհ Հիշում եք ես մի հատ առաջարկով հանդես եկա հստակ կետերով առաջարկ էի արել նույնիսկ այս իշխանություններին Ինչ են արել Լավ ինձ չեն լսել, իրենց մեծ կոմպետենտ մասնագետներ չկան։ Կան լուրումունջ են կամ վախեցած են կամ իրենց չեն վերապահում խորհրդատվություն տան եւ այլն։ Մարդը ինքնուրույն մեկ որոշումով է, մեկ մարդ ու մեկ որոշում, որտեւ այդ մարդը ասել է, այդ կախված է ինձանից եւ ես այդ մարդն եմ, այդ միակ մարդը ես եմ, հիշում եք հայտնի իր հայտարարությունը։ Ոնց որ ասում էր վարչապետը ես եմ միակ
Դե դուք էլի բաներ եք ասել ժամանակին, որ պիտի դաշնակիցներ ունենանք, որ պիտի վերբեռնենք համապատասխան։ Հիմա դա էլ ասես էլի ուրիշ ձեր կնգալ են։ Վերբեռնել բառնել կարող է խորությամբ չհասկանան այդ բառի բովանդակությունը։ Հա, հիմա ասես Ռուսաստանի հետ վերբեռնել կասեն, ահա, հիմա Ամերիկային են անգամ քարկոծում, Թրամփին են անգամ քարկոծում, էլ ինչ ամեն ինչ Ռուսաստան, ինչ բան։ Նման դեպքերում արդեն Ռուսաստանը նորաձև չի, պարոն Կարապետյան։ Չգիտեմ ինչ անվանումներ կտա։ Ռուսաստանը արդեն նորաձև չի, Ռուսաստանին հայհոյել արդեն հնացավ։ Որպես գյումրեցի ասում է, հումոր տակ հումոր, ասում է թող լինենք Մոզամբիկի ագենտ, բայց պետությունը լավ լինի, ամեն ինչը լավ լինի պետությանը ու ժողովրդի համար։ Թող քեզ ասեն Զամբիայի կամ Մոզամբիկի ագենտ։ Հիմա այդ չի կարևոր։ Այդ բանից դուրս կանք դիսկուրսից, դա տխմար բան է, ոչ մի տեղ չտանող։ Էս է մեր պատկերը, սա տրագիկոմեդիա ասեմ, տոտալ ողբերգություն ասեմ։ Սա խաչ է, որ մենք քաշ ենք տալիս պարածի։ Սա մեր խաչն է, քաշ ենք տալիս։ Բայց այո, ձեր խաչի տրամաբանությամբ շատ լավ տեղ եկաք, այստեղ ձեզ ընդմիջեմ հարազատաբար, գուցե արդեն նորից մեր հարգարժան ունկնդիրներին այս ամենի եզրափակումը որպես, ասենք այսօրվա եթերի իհարկե ակնկալելով նոր հանդիպում ձեզ հետ, ինչ անել, դարձյալ այս ինչ ան, որովհետև ամեն զրույցից հետո ոչ միայն ձեզ հետ, պարոն Կարապետյան, այլև շատ ու շատ զրուցակիցների հետ, այսպես թեմատիկ, գաղափարական զրույցներից հետո այդ ինչ անել հարցն է ստիպված, որովհետև այդ հարցի առաջ ենք մենք կանգնած արդեն շատ երկար ժամանակ եւ դեռ կանգնելու ենք երևի։ Ասում եմ վակրուկ դա օկլա, չէ՞, այդ վիճակը որ չբերենք, ձեր հարցին ես հստակ պատասխան այդ նմանատիպ հարց մեր վերջին զրույցի ժամանակ դուք եւս տվեցիք, այն ժամանակ շատ չագերտներ չբացեցի, ավելի շատ ֆիքսեցի թե ժողովուրդը ինչին է սպասում, ում է սպասում եւ ինչ ֆորմատով է սպասում, որբիսի ամբողջական լինի հիմա ձեր հարցի պատասխանը շատ ամփոփ ներկայացնեմ։ Մենք խոսել ենք նախորդ անգամ, որ ժողովուրդը նախ ակնկալում է մի ստվար զանգված մեծ մասը իմ մարդկանց հետ շփման արդյունքում ընդ որում տարատեսակ, տարբեր խառնվածքի տեր մարդկանց, տարբեր կրթության, տարբեր տարիքային խմբեր, էական չի։ Մեծ մասը ասում է տպավորությունն է, որ այն Կարեն Սերոպիչ Քոչինյան կերպար պետք է գա ու մեզ փրկի։ Այդտենց ղեկավար են ուզում, լիդերի պատկերացումը ապրեք, այդտենց։ Երկրորդ հատվածը, որ ու այստեղ է այդ տարաձայնությունը։ Երկրորդ հատվածը, որ ասում են դե ժողովուրդ ջան, ժողովուրդը ավելի ճիշտ ժողովուրդը ասում է լիդերներ լինեն, այստեղ ռեալ մի հատ բան կա, որ նախկինների վերադարձ եւ վերարտադրություն չեն ընդունում, ներկաները դե պետք է գնան, լավ, երրորդ ուժ ասածը որն է, ով կա այդ արժանի հայորդիներ, որոնք որ լինեն ինքնաբավ, կայացած, գրագետ, բանիմաց, կրթված եւ որոնք որ կարող են եւ կուզենան մտնեն նման բերի ու լուրջ պատասխանության տակ մանավանդ այս կոպիտ ասած այս ռասկլադի պարագայում, որտեվ գիտագից մարդը կասի այսքանից հետո ես կամ ինչին այն որ ասում է ինչի վրա տիրեմ տեղ եկաք, որովհետեւ դուք վերջերս կներեք հանդես եք եկել դրա դա էլ որպես եզրափակում բերենք այս իմ հարցի ինչ անելու այդ հարցի տրամաբանության մեջ դուք խոսել եք երրորդ ուժի, շատ բայց կարծես թե նորաձև չի դարձյալ էլի երրորդ ուժի մասին խոսել է, որովհետև շատերն են խոսում, բայց ճիշտ մատնանշում է կարել եւ տեղին մատնանշում է կարել, այսինքն այսքան ուժեր ընդդիմություններ եկան, գնացին, ցավոք ոչ մի բան չարեցին, Փաշինյանը շարունակում է հանգիստ իշխանավարել, հանգիստ ձվածեղ ուտել եւ այլն, հիմա եկեղեցականը գործը թողել փորձում էր երկիր փրկել, այդ ամեն ինչը ասել եմ, այո, տեսեք, փաստացի միտքը նախորդ ավարտեմ, որ ժողովրդի մի ստվար զանգված սպասում է, որ ինչ որ մեկը պետք է գա կամ ինչ որ մի խումբ ու իրենց փրկի։ Վիճակից դուրս բերի այս ժողովրդին, հա։ Բայց այդտեղ էլ ուրիշ բան է։ Սա այսպես է, սա նախկինների հետ է, սա սրա հետ է ասոցիացում, սրան պիտակ են կպցնում, սրան մի հատ կլեյմոր են տալիս եւ այլն ու կոպիտ ասած ժողովրդական լեզվով փչացնելու են։ Նույնիսկ անգամ մակրամակուր կադր եթե լինի։ Ստացվում է այս 3 միլիոն ժողովրդի մեջ չեն գտնվի գետ 1 կամ 2 մարդ, որոնք որ համաժողովրդական այնպիսի սեր ու հարգանք վայելեն, որ միանշանակ համենայնդեպս ազգի մեծ մասը ասի, որ այո, այս մարդը ոչ նախկին է, ոչ ներկա է, ոչ կապ ունի, ինքնաբավ է, Արցախը չի տվել, երկիրը չի թալանել եւ այլն, հա, բարոյական կողմերը իդեալական են, ընտանիքը նորմալ, այս մեր արժե համակարգով, հա, այդ հաշվանան ենք։ Եվ մարդիկ կան, որ ասում են, որ դե այդ թվում այդ մարդկանցից մեկը ես եմ նաև։
ասում եմ, որ Ժորժ ջան, հիմա այդպես նույնիսկ ազգնդիր իսկական հայորդիները, ով պատրաստ են այդ պատասխանության եւ բանի տակ մտնեն, հա, այդ բերի։ Իրանք չեն կարող ինքնակոչի պես դուրս գան փողոց ու ասեն, ես այն տղեն եմ, որ եկել եմ փրկեմ ձեզ, ես երգիր եւ այլն։ Եկեք միացեք ինձ։ Կասեն, ես կներեք ժողովրդական լեզվով, հա, սամազվանեց ով է։ Էս ով է ինքնա ինչ որ հաստատման ճանապարհին գտնվող երիտասարդը կամ եւ այլն։ Այստեղ խնդիր կա, այսինքն ուզում եմ ասեմ, որ ժողովրդի մեջ կա այս տարատեսակ պատկերացումները եւ խոսույթը։ Մի կողմից ճիշտ է, որ համաժողովրդական ընդվզում ցասում պետք է լինի, որ այդ ցասման արդյունքում որպես բոլորի ցավ եւ բոլորի որոշելիք դուրս գան փողոց եւ այդ մարդկանց մեջից ես վստահեցնում եմ մարդիկ կլնեն, որոնք որ ինքնաբերաբար ժողովուրդը կընտրի որպես լիդեր։ Թույլ կտա խոսելու։ Կոպիտ ասած ռուպերի իրավունք կտրվի, հա, խոսափողի իրավունք կտրվի։ Դա էլ է տարբերակ։ Տարբերակ է, երբ որ ժողովրդի եւ ճշմարտություն կա, որ ժողովրդին պետք է հագարակը փողոց դուրս բերի, առաջնորդնի է դա լիդերը, բայց ստացվում է հիմա ասում են, որ այդպես մարդիկ չկան։ Հիմա անց գործնական ձեր հարցին։ Վերջերս բացվել են քաղաքական որոշ կուսակցություններ։ 80-ից ավել կային, հիմա բացվան, եւ մարդիկ կուսակցությունների հանդեպ գիտեք ինչպիսի վերապահումներ ունեն եւ անվստահություն։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ ինչ որտեղ ընկալելի էին որպես առանձին վերլուծաբան, չգիտեմ, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդ, երբ որ կուսակցության համատեքստում են ներկայանում հանրությանը, այլ ընկալում են ձեռք բերում։ Այդպիսի մարդիկ քաղաքական մեկնարկ են տվել, ես չգիտեմ, համենայնդեպս իմ համար ողջունել է, երբ որ այդ երրորդ ուժանունը դնենք, քաղաքական նոր, այս վերջի այո, ես ընդունում եմ, որ քաղաքական սերնդափոխություն պետք է լինի։ Պետք է գան մարդիկ, որոնք որ իրոք չասոցացվեն նախկին ներկայի հետ եւ ունեն, բայց այդ մարդիկ բացի այն, որ կարող են քաղաքական կուսակցություններ բացել, քաղաքական շարժումներ առաջնորդնել, այդ մարդիկ պետք է հստակ ունենան օրակարգ ճանապարհային քարտեզ եւ ժողովրդին ներկայանալու ծրագիր, որը մեխանիկական փոփոխություն չլինի, էլի։ Եվ ամենակարևորը, այդ մարդիկ կադրերով, որովհետեւ նորից եմ կրկնում 1000 հատ կուսակցություն կա։ Դրա համար ժողովուրդը, ասենք Ամերիկայի պես երկիր 2 կուսակցություն ունի։ Հայաստանի պես երկիր 3 միլիոն է, ազգի կեսը կուսակցական է։ Տենց չի լինում։ Հիմա ստացվում է այս մարդիկ բնականաբար հասկանում են, որ քաղաքական տեսանկյունից պարոն Ստեփանյան, մենք գիտենք, դա ուզենք թե չուզենք։ Մի հատ հասունանալու է մի բա, երբ որ քաղաքական առումով ուզես թե չուզես պետք է կուսակցություն լինի, որ քաղաքական օրինական process-ների մասնակցես։ Բայց այս պահին ես օրինակ այդ կարծիքին չեմ, որ դու կուսակցականությամբ դու պետք է ունենաս կադրեր։ Հիմա ավելի առարգայական ասեմ։ Շատ մարդիկ, իդեպ այդ շատ մարդիկ նաև Facebook-ա վարչապետներ են։ Այսինքն գեղեցիկ ոսկեղենիկ մտքերով շատ հաջող ինչ լավ թեմա բացեցիք, sense իրանց մի հատ լայվ եմ մտնում, sense լավ հագնված մտքեր։ Շատ գրագետ ոսկեղենիկ հայերենով, գրագետ խոսում են, պաթետիկ մտքեր են ասում, թշնամու պորտը տեղադրելու պատրաստակամություն, քիթը գետնին կպցնելու բան, այնպեսի բանը, այն որ քաղաքականությունն է ագանջներով սիրողների համար։ Եվ լսում են ինչ, երբ որ լսում են, այս ինչ վարչապետ, այն ինչ վարչապետ, այս ինչը վարչապետ, այդ կոչերի տակ մնացածներ նաև կան, որոնք որ քաղաքական գուցե ինչ որ գիտակցություն ունեն, հասկանում են ինչ, բայց այն որ ասում են մնացել են դրա տակ։ Նրանք չեն պատկերացնում, որ ռեալ պոլիտիկը դա էլ բան է, փողոցը դա էլ բան է, ժողովրդին փողոց հանելը, Facebook-ից կտրել բերել փողոցը այլ բան է։ Ով որ քեզ այսօր վարչապետ է ասում, վաղը քեզ թշնամի ու դավաճան կասի։ Այսօր տրամադրությունը լավ էր, այս բառը դուրը եկավ, սիրուն կոմենտ կգրի, լայքը կդնի, վաղը ուրիշ բան տեսնի, ուրիշ բան կասի։ Հասկանում եք, մարդիկ կան այդ ռակուրսով են մտել քաղաքականության մեջ, որը որ զավեշտի ժանրից է։ Ու մարդկանց, որոնց որ ինչ որ տեղից, ինչ որ բարի մարդիկ իրենց շրջապատի ասում են, որ դու են տղեն ես, որ եկել ես, դու հենց դա մի ուրիշ ծայրահեղություն է, դա է։ Հիմա տեսեք, շատ անկեղծ ձեր հետ խոսում եմ։ Ես որպես քաղաքական մեկնաբան, վերլուծաբան, միջազգայնագետ, երբ որ ես հոդվածներ եմ գրում, այ հիմա ձեր հետ է հարցազրույց եմ տալիս, մարդիկ կան, որ ամենավերջի բառերն է կարող են ասել, մարդիկ կան, որ շատ լավ գովասանքի խոսքեր էլ ասեն, ընդհուպ մինչև, չգիտեմ, ինձ ինչ որ պաշտոնի, ինչ որ Դավիթ վարչապետ։ Այո, օրինակ։ Իհարկե ես փառք Աստծո դրա տակը չեմ մտնում։ Մենք դուրս ենք եկել, հա, բանի մեջից։ Համենայն դեպս
Ես կարող եմ ձեզ հետևյալն ասել, իմ պատկերացումը ասեմ։ Պետք է ձևավորվի խումբ մարդկանց։ Առաջի պայմանը, որոնք որ ոչ թե նպատակահարմար գտնեն, այլ պատրաստական են հանուն Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա, հանուն պետականության, հայ ժողովրդի բարօրության մտնեն քաղաքական լուրջ պայքարի մեջ, կրեն այդ բեռը, այդ պատասխանատվությունը, բայց դա առաջի պայմանն է, որ նրանք ցանկանան, որովհետև այդ մարդիկ նախ պետք է լինեն ինքնաբավ, կայացած, գրագետ, ազգնդիր հայորդիներ, որոնք որ հանրության շրջանակներում, եթե անգամ ճանաչված չեն, ճանաչում դեռ չեն ձեռք բերել, բայց իրենք լինելով մտավորականներ, տեխնոկրատ մտավորականներ, վաղը մյուս օր արժանանալու են ժողովրդի գովասանքին, հարգանքին եւ սիրուն, որովհետեւ այդ ամեն ինչը չլինի, վստահություն չի լինի, այսինքն վստահություն ձեռք բերվող թիմ է պետք։ Հա, բայց պետք է դրա աշխատել է պետք, Երևալ պետք, այսինքն քաղաքական գիտակցության եկած, քաղաքական գիտակցության քաղաքական միտք կրող անձինք պետք է միավորվեն եւ հավուր պատշաճի ներկայանան հանրությանը, ծրագրերով, ճանապարհային քարտեզով, օրակարգով, կարևորը ծրագրով։ Եվ այստեղ տեսեք, հիմա ես օրինակ հանուն արտարության ձեզ ասեմ, երբ որ ես որոշակի նաև բացի այն, որ վերլուծական միտք եմ արտահայտում, փորձում եմ, հա, իրականությունը մատուցեմ առանց վանգայությունների, ռեալ պոլիտիկի շրջանակներում եւ այլն, լինելով նաև հայ պատասխանատվության տակ եմ ինձ դնում, որովհետեւ ժողովրդի միստվար զանգված ասում է, որ օրինակ դուք գոնե պետականաշինության գործում կարող եք ձեր ջանքն ու եռանդը դնել, ձեր գիտելիքը, ձեր փորձը դնել եւ այլն։ Այդ մասով մեկը ես ուղիղ տեսեք առիթ եք ստեղծել, ասում եմ, ես իմ պատրաստակամությունը տալիս եմ։ Այսինքն նաև աշխատում եք։ Այսինքն նաև աշխատում եք ձեր եւ ձեր վերլուծություններով, այլև կոնկրետ համախմբում առաջացնելու բան։ Այս ժողովուրդը կհավատա այդ կոնկրետիկային, չէ՞, երևի պարոն Կարապետյան։ Չագերտ եմ բացում։ Ես իմ մասով աշխատանք տանում եմ։ Այսինքն չեմ մնացել միայն Facebook-յան հարցազրույցների, չգիտեմ ինչի տիրույթում։ Ես ընդամենը հիմա հասկանում եմ, պահը հետևյալն է թելադրում մեզ։ Առանց ինքնագովասանքի եմ ասում, առանց ինչ-որ ավելորդ ինչ-որ պաթետիկ մտքերի կամ բան, ես հստակ ձեզ ասում եմ, քաղաքական պրոցեսներ են գեներացնում հիմա։ Փորձում ենք հասունացնենք, բերենք այդ կուլմինացիային, երբ որ ինչ-որ զանգված մարդկանցով ներկայանանք հանրությանը։ Մեկը կարող է հիմա ասել արդեն ուշացրել եք, մարդ կասի ուշացնում եք, մարդ կասի ոչ ուշացնում եք, ոչ բան, համենայն դեպս դա խաղուպար չի, դա լուրջ պրոցես է, նախ հասկանալու համար ում հետ ես դու քայլելու, ում հետ ես ներկայանալու, ով է դուրս գալու պուբլիկայի առաջ, ով է խոսելու երկրի ազգային ու պետական խնդիրներից, ով դրա իրավունքը ունի առասարակ խոսելու, ում է վերապահված ծրագիր ներկայացնել հանրությանը, որովհետև այս ժողովրդին այլևս ես չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ ժողովրդին մեկ անգամ եւս հիասթափեցնես կամ ասածների տեր չլինես։ Այսինքն սա մեր վերջի հայրենիքն է, լավ սենց ասեմ։ Էլ ինչքան պետք է ժողովրդին խապել, կեղծ խոստումներ տալ, հույս վաճառել, հեքիաթներ պատմել ու գալ իշխանության։ Հիմա ես ձեզ հստակ ասում եմ, փորձում ենք ձևավորել թիմ, փորձում ենք ձևավորել մարդկանց համախոհների, գաղափարագիցների ու պարտադիր չի, որ իրենք բոլոր հարցերում համախոհ լինեն կամ գաղափարագիծ, այդպես էլ չի լինի։ Հնարավոր չի։ Տարակարծությունները, բայց ամեն ինչը ռացիոնալիզմի մեջ։ Իհարկե ռացիոնալիզմի մեջ, բայց միանշանակ արժանավոր մարդկանցով, որոնք որ վաղը մյուս օր, եթե ճանաչում չունեն, գոնե ընթացքում իրենց աշխատանքով, իրենց մարդ տեսակով ցույց տան, որ իրենք արժանավորներ են։ Ժողովուրդը իրոք ճիշտ է արել, որ նրանց ձայն է տվել, մանդատ է տվել։ Հիմա պատկերացնում եք, ինչքան բարդ process է դա, ճիշտ ներկայանալ հանրությանը
ու ճիշտ ճանապարհային քարտեզով ներկան, որտեղ ամեն երկրորդը այսօր խոսում է ազգի փրկելու իր ծրագրերի վեհ գաղափարների մասին, մեջտեղն էլ ասենց լավ թեթև մծնում է ու ուռա հայրենասիրություն եւ այլն։ Ոչ։ Այդ պաթոսային վիճակներից պետք է դուրս գանք։ Այո։ Հիմա այդ process-ի մեջ ենք։ Թույլ տվեք ուղղակի հիմա անուններ չտամ, բայց քննարկումներ են գնում։ Համախոհների ինչ որ ֆորմա է ձևը, ուրվագծվում է մարդկանց աշխատանքային խումբ, ասենց ասեմ։ Որոնք որ ես կարծում եմ, որ չի ուշանային պահը, որ ճիշտ ժամանակին ներկայանան հանրությանը։ Շատ լավ, դուք արդեն կոնկրետ մատնանշումներ արեցիք, թե ընդհանուր այս վիճակի հետ կապված ձեր տեսակետների մատնանշումները ես ընդհանրապես այս դեպքում իմ պարտքը համարեցի, իհարկե ձեզ հետ, այսպես ասած, մտնելով նաև քննարկման դաշտ, բնականաբար, որտեղ մեր զրույցները մանավանդ ձեզ հետ միշտ քննարկման բնույթ են կրում եւ երևի թե դա է տարբերվում, ասենք այլ իմ զրուցակիցների հետ ունեցած իմ զրույցներից, բայց հետաքրքիր էր, որ դուք մատնանշումներ արեցիք եւ վերջին հատկապես մատնանշումը երևի կհանգեցնի նրան, որ մենք հետագա մեր հանդիպման ժամանակ արդեն կզրուցենք արդեն կոնկրետ արդյունքների մասին, ինչ կարծիք եք։ Աստված առաջ, ընդամենը դա կասեմ, ուղղակի ես այն մարդկանցից եմ, որ ջուրը չտեսած հոբ չեմ ասում։ Մեկ երբեք առաջ չեմ ընկնում։ Ժողովուրդը մի հատ խոսք ունի, ասում է 10 չափի նոր կտրիր, հասկանում ես, որ եթե դու քաղաքական process-ի մեկնարկ ես ուզում տաս, հաշվարկը գեր հաշվարկ պետք է լինի ճշգրիտ, մաքսիմալ, իհարկե սխալվելն էլ է մարդու համար, անսխալական մարդ չկա, բայց այս պարագայում մենք պետք է փորձենք ճիշտ ներկայանանք հանրությանը։ Դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է։ Ինքնահաստատում պետք է չլինի կամ ինքնակայանալ չպետք է լինի։ Մենք դրա ժամանակը նախ չկա։ Գիտեք, ես ինքս ինքնաբավ մարդ եմ։ Շատ անկեղծ մի հատ բան ասեմ։ Ես կարայի չզբաղ, ես կարող եի զուտ մասնագիտական տեսանկյունից զբաղվեի վերլուծություններով, մասնագիտական խորհրդատվություններով եւ այլն։ Ես փառք Աստծո, ինքնաբավ մարդ եմ։ Բայց եթե ես իմանամ, որ արժանավոր այնպիսի հայորդիներ կգան, այս լուրջ պարտականությունները, այս լուրջ պահին կմտնեն այդ բերի տակ ու պատրաստ են գնալ մինչև վերջ, բոլոր թողու բոհերով անցնեն, արհավիրքներով, խփվեն, ծեծվեն, ջարդվեն քաղաքական տեսանկյունից։ Ու բարձ ճակատով մնան, ես կասեմ, գիտեք, ես արեք կլինի, ես մասնագիտական իմ սիրողական կամ պրոֆեսիոնալ մագարտակից զբաղվեմ այլ հարթությունով, կամ իմ, չգիտեմ, գործով, աշխատանքով զբաղվեմ, մեկա որ իրոք նորմալ լավ տղեկ կան, որոնք որ կգան այս գործը կանեն։ Եթե ես իմանամ, որ նման մարդիկ կան, ես եւ դուք չենք զբաղվի ոչ մի բանով, չենք թատախվի, այսպես ասած, հա, ժողովրդական լեզվով, չենք թատախվի քաղաքականության մեջ, որը իրականում շատ տհաճ կողմեր ունի։ Մեր մարդկային բաները չենք դնի մի կողմ, չենք մտնի ճնշումների, չենք մտնի հարվածների տակ, հանգիստ կապրենք։ Անունը կդնենք, որ դե մենք քաղաքականության չենք, ձեզ է մանդատ ենք տվել, դե բան անեք։ Դուք չեք ասում, մեզ կփրկեք, ես կանեք, երգիր կպահեք։ Ես մի բան գիտեմ, սա մեր հող հայրենիքն է, ամեն միլիմետրը մեկը ինձ համար, սա հող հայրենիք է։ Սա հայրենիք է եւ պետության մաս է, հայրենիքի մաս է եւ պետության մաս է։ Ճիշտ եք։ Անսակարգելի է դա։ Եվ այստեղ բացառապես ազգային ու պետական շահերով շարժվող մարդիկ են պետք, որոնք որ կարող են երգիր ներկայացնել, ժողովուրդ ներկայացնել։ Վերջի վերջո հասկանում ենք, չէ՞, որ 1/10 մասն է մնացել, այն մեծ ունեցած Հայաստանի, որը որ այսօր մնացել է ինչ որ մի փոքրիկ հատված, որտեղ որ ստիպված գոյաբանական պայքար ենք, սպառնալիքի տակ առանց ֆետիշացնելու։ Հիմա պարզ է, չէ՞ որ այնպիսի մարդիկ պետք է գան, որոնք որ այս իրավիճակը ճիշտ դիդարգելով, ամեն անգյան տակ դիդարգելով, պետք է ունենան հիմա այս վիճակից դուրս գալու սցենարներ, ելքեր,
դիտարկեն բոլոր ալտերնատիվ տարբերակները, վատագույն սցենարներ, լավագույն կարճաժամկետ, երկարաժամկետ, անվտանգային հարցերը վերբեռնելու, խնդիրներ պետք է դնեն իրենց առաջ ճիշտ լուծեն, շփվեն երկրների հետ ճիշտ գրագետ եւ առանց էմոցիաների, որովհետեւ դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, նեղացկոտությունն ու քինապահությունը։ Սթափվեն, հասկանան, որ պահը լուրջ է։ Պահը շատ լուրջ է։ Այո։ Այս պահի լրջանալու պահ հիշում եք առաջին երրորդ հանրապետության առաջին այդ լրջացման կոչով էլ թույլ տվեք այսօրվա մեր զրույցը եզրափակել, սպասել դրական արդյունքների, դուք եկաք, ձեր տեսակետները արտահայտեցիք, ձեր մոտեցումները շարադրեցիք ի գիտություն մեր ունկնդիրների եւ սպասենք դրական զարգացումների, սպասենք, որ սթափության պահը եւ ուշքի գալու պահը վերջիվերջո կգա եւ մեր պետականությունը, մեր երկիրը ստիպված չի լինի նոր աղետներ դիմավորել։ Ուղղակի սպասենք աշխատելով, ոչ թե ուղղակի նստենք սպասենք։ Աշխատենք։ Պետք է աշխատել, աշխատենք, այո։ Ակնկալել դրական։ Աշխատել եւ ակնկալել, այո, ամեն օր, ամեն պահ աշխատել եւ փորձել մեր հանրությանը լինել մեր փոքր հնարավորություններով, մեր համեստ հնարավորություններով պետք է ի բարօրություն մեր ժողովրդի եւ մեր պետության պետք է մաքսիմալ ջանք ու եռանդ թափենք, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք։ Այս ամորալ ու ապատիկ վիճակը նախ հաղթահարենք։ Հետո հասկանանք մենք ինչպես ենք դիրքավորվելու, այո, ու ինչպես ենք գործելու, այո։ Համաձայն եմ ձեզ հետ եւ շնորհակալություն, որ ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եկաք մեր տաղավար։ Սիրելի բարեկամներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։